Գրեցի, որ ես մաթեմատիկայի ուսուցիչ եմ, ես նորարար եմ եւ խնդրում եմ ինձ համար կազմել դասապլան քառանից թեմայի վերաբերյալ 10-րդ դասարանի համար։ Վայրկյանների ընթացքում արհեստական բանականության գործիքներից մեկն ուսուցչի համար առանձնացնում է հետաքրքիր տարբերակներ, աշակերտներին դասն ավելի հետաքրքիր մատուցելու համար։ Այդպիսով դառնալով ուսուցչի օգնականը, բայց ոչ երբեք փոխարինողը, շեշտում է մանկավարժը։ Աստղիկ Կարապետյանը այն ուսուցիչներից մեկն է, որոնց համար կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մեկնարկել է արհեստական բանականության կիրառումը դասապլանավորման գործընթացում դասընթացը։ Դասընթացի առաջին փուլը մեկնարկել է մոտավորապես գարնանը, այս տարվա 2025-ի գարնանն է մեկնարկել, առաջին փուլում ընդգրկվել են մոտ 150 ուսուցիչներ, ընտրությունը, այսպես ասած, բաց հայտագրմամբ է կատարվում, այսինքն ընդգրկվում են թե մարզերի ուսուցիչներ, թե երևանաբնակներ եւ որևիցե սահմանափակում այս առումով չի դրվում։ Երկրորդ փուլը դասընթացի կազմակերպվել է հենց հեռավար ուսուցման մենթորների համար, հաշվի առնելով նրանց խնդիրները, կարիքները։ Դասընթացը նախատեսվում է իրականացնել մոտավորապես երամսյա հաճախականությամբ, երբ որ հայտարարագրումը բացվում է, ընդամենը 10 րոպեի ընթացքում մենք ունենում ենք միջինում 150-ից 200 հայտ։ Արհեստական բանականությունը, տեխնոլոգիաները նոր թափով առաջ են գնում, դրա համար պետք է սովորել, փորձել նոր գործիքները, կարծում են կտակում։ Ուսուցիչը պարզապես խուսափում էր ուսումնական նախագիծ իրականացնելուց եւ այստեղ բացահայտելով նորից արհեստական բանականության հնարավորությունները, ներուժը, հետաքրքիր գործիքակազմը, մենք ուսուցչին տալիս ենք հնարավորություն ԱԲ-ն ինտեգրելու նախագծահեն ուսուցման հետ եւ արդյունքում ունենալ ավելի հետաքրքիր, ավելի ներգրավող, աշակերտի համար շատ ավելի նորարար ուսումնական նախագծեր եւ ընդհանուր առմամբ process ուսումնական դարձնել ավելի հետաքրքիր։ Մեր գործը շատ թեթևացավ եւ հեշտացավ, ինչի արդյունքում էլ դժվարություն չի։ Երբ որ համակարգը գեներացնում է դասապլանը, մենք դրա վրա անպայման աշխատում ենք։ Այն օգնում է ուսուցիչների ստեղծագործական մտքի զարգացմանը, նպաստում է տարաբնույթ վիզուալ նյութեր, առաջադրանքներ, թեստեր կազմելու գործում, ինչպես նաև ստեղծում է համագործակցային միջավայր։ Հումանիտար առարկաների մասնավոր խմբի մեթոդ միավորման նախագահը եւս իր դասաժամին օգտվել է ԱԲ-ի գործիքներից, ChatGPT-ից, խնդրել դասապլանի մեջ ներառել գործնական առաջադրանքը, որն էլ սովորողները իրականացնում էին։ Հիմա կան 2 հարցադրումներ, ու դրանց պետք է մենք պատասխանենք։ Ավելի հետաքրքիր է դարձել դասապրոցեսները։ Հատկապես այս տարիներին, երբ ChatGPT-ն էլ ավելի հայտնի դարձավ, ավելի ու ավելի հետաքրքիր դառնում մեր դասընթացը։ Իսկ թե ինչպես հասկանալ առաջադրանքի պատասխանը աշակերտն ամբողջությամբ արտագրել է ԱԲ-ից, թե ոչ։ Բավական է ուսուցիչը տա 1-2 հարց եւ ուսուցիչը կարող է բարձել երեխան ամբողջությամբ, այսպես ասած, արտագրել է այդ համակարգից, թե ինքն է աշխատել։ Էլի եմ ասում, կարելի է ասել, որ հարգելի համակարգ, հարգելի գործիք, ես այսպես եմ մտածում, դուք ինչ շտկումներ կարող եք ինձ առաջարկել եւ այդ շտկումների արդյունքում նոր միտք, նոր գաղափար կարող է տալ։ Այդ իմաստով պիտի երեխան օգտվի։ Ոչ թե ասի գրի ինձ համար շարադրություն այսինչ թեմայով եւ այնտեղից copy-paste անելով դնի իր տետրի մեջ։ Նման ծրագրերն ուսուցիչներին ոչ միայն գիտելիք են տալիս, այլ նաև նոր մոտիվացիա ընդգծում են կտակից։ Հետևաբար նման դասընթացները շարունակվելու են։ Մերի Խաչատրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։